երկու ծանր մեղադրություններով գործերից են, երկու իրար հետ խոսակցել են մի դեպքում, իմ փոխարեն պայմանավորվել են, իմ փոխարեն որոշել են, այնտեղ իհարկե, երբ ես տանհատանյութերին, բարձրացել որ ուրիշ բան իրա տեղի ունեցել, նկատում եմ ելույթ։ Ասում եք ցուցմունքի ժամանակ չեք ժխտել, որ գումար եք վերցրել, հարցը։ Ուղղակի չափ։ Ես Արամ Մկրտչյանը իմ սանիկն է 47-48 տարեկան ամուսնացավ, ես դառա իր հարսանիքի քավորը եւ երբ որ տուն էի վերցրել հիպոթեկով վերանորոգման համար ինքը դե մեր ընտանիքներով շփվում էինք տեսա որ որոշակի դժվարություններ ունեմ տարբեր չափերով $8,000 ինձ պարտքով փող ա տվել որը փաստացավորված ես վերադարձրել եմ իրեն Եվ եթե չի ասեմ $23,000 պարտիկ պարոն վերադարձնելը ոչ մի բան չէր կարող, իրավական հետևանք չէր կարող առաջացնել։ Ձեզ ամեն դեպքում դրանում չեն մեղադրում, ասում են հեռախոսում ինչ-որ բան է հայտնաբերվել, որը վարույց նախաձեռնություն։ Հեռախոսում բան է հայտնաբերվել, որ Արամ Մկրտչյանը գրել է Հայկ Նազարյանին, որ Աղազարյան Հովիկին փող եմ տվել $23,000 իբրև թե եւ ինքը չի արել գործը, փողը հետ չի տալիս։ Արամ Մկրտչյանը մի քանի 5 տարի դատապարտված եղել, պարզվեց, հիմա իր վրա դատա գնում, բայց ինքը փախուստի մեջ է, մարդկանց խաբել է, բաներ է։ Մի քանի օկու ես փրկել եմ փաստորեն իր հետ ծանոթանալով։ Այդ ժամանակ եք իր քավորը դարել արդեն այդ Հա հետո դարան քավոր հետո նոր իմացանք, որովհետեւ որ շփումների ժամանակ երկրորդն էլ է կարծես այլ քրեական գործից։ Այո, դա էլ այդ քրեական գործը է։ Այդ բանը վարորդական իրավունքների հետ կապված հայտնի գործ է, էլի մոտ կարծեմ մի 50-60 քաղաքացու անօրինական վարորդական իրավունքներ են տրամադրել եւ այդ գործով հակագործություն կոմիտեն լսել է այդ մարդկանց հեռախոսազրույց եւ այդ փորձվել է որ իմ անունը տվել է Պարոն Աղազարյան տեղեկություն կա որ SMS են ուղարկել բոլոր պատգամավորներին որպեսզի քվեարկությամբ նկարեն կողմձայնը եւ ձեր այսինքն անձեռնմխելիություն զրկել ունեք այդպիսի ձեր գործը ես չեմ շփվում բացառում եք որ այդպիսի բան լինի ես չեմ կարող մեկնաբանել ես կարա պաշտպան ես կարա Բանը ասեն բացառել։ Դա բացա ինչ ձևով բացայում չի։ Այսինքն Նիկոլ Փաշինյանին մերժելն է այդ պատճառը։ Պարոն Աղազարյան, լավ չէր մանդատը գնեիք, այս պատմության մեջ չհայտնվեիք։ Բայց ձեր նմանների դու պաշտպանի, որ ես պաշտպանեմ, ես պատգամավոր չկարամ ինձ պաշտպանեմ, բա դուք մոտեք պաշտպանելու։ Բայց մեկ մանդատ չունեք, որ մեզ սրկեն։ Տարան են, ես պարտավոր եմ ինձ պաշտպանել։ Պաշտպանեմ ուրիշներ։